Տեսեք, մենք ինչպես եւ թուրքերը, ադրբեջանցիները, արաբները հարավային ժողովուրդ ենք եւ սիմվոլիկա սիրում ենք շատ։ Այդ թվում նաեւ քաղաքական գործիչներն են սիրում սիմվոլիկա։ Ես հիշում եմ, այդ գարունն էլ շատ տաք էր։ Այս գարունն էլ ոնց որ շատ տաք սկսել։ Ես տեսեք, չեմ բացառում ոչինչ, հատկապես ես օթիշ չեմ ասում։ Այն ժամանակ էլ կար աշխարհաքաղաքական ուժերի, ինչ որ դասավորվածություն։ Հիմա կարծեք թե այդ դասավորվածությունը նմանվում է։ Այսինքն եթե մի կողմ դնենք ընդդիմության հարցը, որը որ դուք ասիք, մնացած բոլոր պատճառները կան, որպեսզի դա լինի։ Հիմա ինչ վերաբերվում է ընդդիմությանը, այդ ժամանակ համաձայն եք, որ ինչու չէին հավատում, որտեղ այդ ժամանակ էլ ընդդիմություն չկար։ Մի հատ հիշեք ինչ էր եղել։ Մի տարի առաջ դրանից եղել էր ազգային ժողովի ընտրություններ, որտեղ ընդդիմադիր ուժերից անցել էր միայն ելքը, եթե չեմ շփոթվում, 7%-ով։ 7 պատգամավոր ուներ ելքը։ Ոչ ոք չէր հավատում, որ ինչ-որ բան կլինի։ Այո, ես ասեմ, նենց չի, որ ես էլ վստահ եմ, ես հիմա էլ վստահ չեմ ասում, որովհետև այնուամենայնիվ այդտեղ շատ, այն որ ասում աստղերը պետք է գան ու հատվեն, շատ գործոններ կան, շատ պայմաններ կան, աշխարհաքաղաքական իրավիճակը այս պահին իհարկե իշխանության դեմ է, բայց մենք տեսնում ենք ինչ արագ է ամեն ինչ փոխվում եւ ինչ կլինի օրինակ 15 օր հետո, մի ամիս հետո, էլ չեմ ասում 2-3 ամիս հետո, ոչ ոք չի կարող ասել ինչ կլինի։ Ես այդպես հասկանում եմ, ամենայն դեպս սոցիալական ցանցերից, մեդիայից, որ ընդդիմության առնվազն մի հատվածը պատրաստվում է փողոցային պայքարի այս գարնանը։ Կլինի դա, չի լինի, ես չեմ կարող ասել։ Ես էլ ընդամենը կարող եմ հետևություններ անել եւ վերլուծություն անել, ընթացքից։ Այս պահին ընթացքը խոսում է նրա մասին, որ կարծեք թե առնվազն մի հատվածը, այդ հիմա, եւ ես չեմ բացառում, որ այսպես կոչվող իրար ուտող ընդդիմությունը նման իրավիճակում կարող է շատ արագ միավորվել։ Դա էլ չեմ բացառում։ Եթե լինեն փողոցային բավականին լուրջ պրոցեսներ սկսվեն։ Բայց չեմ բացառում նաև, որ կարող է սկսվել եւ հանգել, շատ արագ հանգչել այդ բաները, դա կախված է, նորից եմ ասում, կախված է լիդերներից, կախված է աշխարհաքաղաքական, միևնույն է, ես շարունակում եմ պնդել, որովհետեւ Հայաստանը հիմա այն վիճակում է, որ առանց աշխարհաքաղաքական ազդակների անհնար է, ինչպես եւ 18 թվականի